Գնացինք օպերա հրապարակ ամբողջ ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանն շմար բերեց Քոչարյանին։ Հետո մի բան ասեմ, բոլորը 35 տարվա ջրային ցանցի շինարար եմ։ Մեզի կոմանդիրով կողարկեցին Լեշկամիսյան որ սարկմին, как раз Բելա Քոչարյանի հորեդի աշխատում։ Հետո տվեց Բելա Քոչարյանին։ Սրանց մասին պետք է մտածեն։ Ես մեր ժողովուրդը ես որ նայում եմ, չէ՞, մեկի ջեբը 1000 դրամ չկա։ Վարելիք չունեն։ Սովա արևիկ ճու որ հոկտեմբերան միս բան անել որտես արևիկցիկ ասում միլիարդ արևիկցիկ բայց հիմա արևիկցիկ վիճակն ինչ է եթե դուք ելք այս սեվի բդյանեք ձեր կարուսի մար ասեք թալանի կալոնջեկով էդի բարով կակ երբեք չգանք եթե դուք կարե սենց վերացնեն ու կոչում բարով գաք չկրտում հիմա շատ ճիշտ բան ասում եք պետք է մարդիկ որ գան ձեր հարցին Քոչարյանի մնացածների վերաբերյալ ուրեմն իմացեք ամեն նախարար կախված նրանից ինչ միջավայրում է աշխատում, ինչ համակարգում է աշխատում, կարող է դրսևորի լավ հատկություններ կամ վատ հատկություններ։ Կարող է գնա փչացման, կոռուպցիայի ուղղությամբ, կարող է նորմալ, պարկեշտ աշխատի, որտեղ կարևորը համակարգն է։ Ուրեմն այդ մարդիկ Տեր-Պետրոսյանի այդ կառավարության ժամանակ, իշխանավարության ժամանակ քիչ թե շատ նորմալ են աշխատել ու չեն զբաղվել անձնական հարստացմամբ։ Իրենք զբաղվել են դրանով արդեն իրենց երբ որ արդեն եղել են անպատիժ, ստեղծել են իրենց համակարգը, այն համակարգը, որը ստեղծվեց 1997 թվականի հոկտեմբերի 27-ի սպանությունից հետո 99 թվականի հոկտեմբերի 27-ի սպանությունից հետո, որը Տեր-Պետրոսյանը կոչել է ավազակապետական համակարգ։ Մենք այդ ավազակապետական համակարգից դուրս գալու ճանապարհով ենք ուզում գնալ։ Մենք ուզում ենք դրա համար մեր ծրագրում կա մենք ուզում ենք դա փոխարինել շնորհապետական համակարգով։ Այդ որն է շնորհապետությունը, դա նա ամբողջ աշխարհում տարածված բան է։ Եվրոպական երկրները շնորհապետություն են, այսինքն երբ որ պաշտոնները առաջ խաղացումը տրվում է ըստ շնորհքի, ըստ վաստակի, ըստ գիտելիքի, ըստ կրթության, ըստ պարկեշտության։ Մենք դա հատուկ գրել ենք մեր ծրագրի մեջ, որ մենք Հայաստանում պետք է ավազակապետական համակարգը փոխարինենք շնորհապետական համակարգով։ Այնպես որ պատասխանելով ձեր հարցին, սա անձերի որակների խնդիր չի, սա համակարգի խնդիր է եւ մենք այդ համակարգը կառուցելու ենք։ Չկառուցենք, մեզ էլ կտաշեք կվռնդեք։ Եղավ ում ենք կարողացել ասենք Գրիգորյան Ռատնա պատգամավորը մենք դրան եղորս չենք տեսել։ Էս մի բան էլ կուզեմ, էլի որ լսեք։ Ուրեմն մի հատ ձեր ասին ասեմ։ Այդ պատգամավորին չեք տեսնի, որովհետև այդ պատգամավորը ինքը ձեր միջոցով չի պատգամավոր դարձել։ Ինքը այլ մեթոդով է դարվել։ Լսի, Դու ձայն տվել ես իրան, բախի չես կանչում։ Ես Եվա գալա որ։ Եվ մի րոպե կարելի է։ Եվա գալ։ Ասում եմ, ձայնս տվերեմ Դեմիրճյանին, ձայնս տվերեմ Սերգեյ Բադալյանին, ձայնս տվերեմ խապերեմ Խուլիգան Արդաշես Տեղամյանին։ Ես սրանցը ոչ մեկին ձայն չեմ տվել։ Եղավ, թե ուրեմն առավելևս ես ճիշտ եմ։ Չես եմ ասում։ Ցույց տվեց երուսատեսության, թե ոնց է երկրի ղեկավարը թաքկացնելով ասել թիգունչին այդ Հրանտ Գրիգորյանին ժողովուրդ ջան ձայն տվեք սրան։ Ուրեմն ինչ են ասել, ուրեմն մեր երկրի ղեկավարը հանցագործ աշխարհի կողմնակից է։ Այդ հարաճին։ Ասենք այդ Գրիգորյանը մի չկա, ասենք դու կկաս։ Ինչի արի ասենք ինի, ու կարող է մի քիչ տարբերվեց դրանից է։ Այ հիմա այդ հարցին մի հատ Ես ասեմ, մի հատ պատասխանի միջազգային շատ տեղին հարցեր եք տարի, ինչքան սուր հարցեր տակ այնքան լավ է։ Ինչ որ կամ մեջներիդ ասեք, որովհետև մենք բաց Հայաստան աշխարհը ապրում է Աֆրիկայի անտառների գազանների նման։ Ով ուժ եղա, նա ճիշտ է։ ճիշտ։ Անոթ ինչ է։ Թադևոս ջան։ Շատ լավ ելույթ ունեցար, բայց ես կուզեի նա Վահագը պատասխանի քո հարցին։